Խորհրդարանում անցկացվում է գների ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր քննչական հանձնաժողովի հերթական աշխատանքային նիստը։ Այս անգամ նիստին մասնակցում են տեղական սննդամթերքի ընկերություններ, հաց և թխվածքաբլիթներ արտադրողներ, ինչպես նաև ալյուր արտադրողներ։ Քննարկումը կենտրոնացած է ոլորտի շուկայական կառուցվածքի, գնագոյացման շղթայի և գործարարական գործընթացների վրա։ Լրագրող Էլիսո Կիլաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 180-ով և 194-ով։ Ներառում է խարդախություն և անօրինական եկամուտների օրինականացում։ Կիլաձեն ինքը իր մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Վալերի Գելբախյանի խոսքով պաշտպանության կողմը այս փուլում չգիտե, թե հետաքննությունը ինչի նկատի ունի կոնկրետ անօրինական եկամուտների օրինականացում ասելով և ինչ ապացույցների վրա է հիմնված մեղադրանքը։ Փաստաբանին սպասվում է, որ այսօր կտրամադրվեն գործի նյութերը։ Հիշեցնենք, Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել այսպես կոչված զանգերի կենտրոնների խարդախության և փողերի լվացման գործով 10 անձի, այդ թվում Օթար Փարցխալաձեին և Էլիսո Կիլաձեին։ Քաղաքական սպեկտրը արձագանքում է քոլ-ցենտրերի թեմային։ Ընդդիմությունը նշում է, որ այս հարցի շուրջ չափազանց շատ կասկածներ և հարցեր կան։ Դրանցից մի քանիսը շեշտում են վրացական երազանքի պատասխանատվությունը։ Մյուս կողմից իշխող թիմը պնդում է, որ կառավարությունը շարունակում է անզիջում պայքարը հանցագործությունների դեմ։ Քաղաքական գնահատականների թեմա է նաև համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գյորգի Բաչիաշվիլիի գործը։ Համաներդրումային հիմնադրամի նախկին ղեկավարը ազատության մեջ է արդեն։ Քաղաքացիական վեճը ավարտել է հաշտության հիման վրա։ Նրա հետ կնքվել է մեղադրանքի խոստովանության համաձայնագիր։ Վրաստանի դատախազության տվյալներով Բաչիաշվիլին գործակցել է քննության հետ և փոխհատուցել վնասը, որի հիման վրա կնքվել է մեղադրանքի խոստովանության համաձայնագիր պայմանական ազատազրկման և տուգանքի վերաբերյալ։ Գյորգի Բաչիաշվիլին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից կրիպտոարժույթի հափշտակության գործով։ Երկրորդ լսումով խորհրդարանը աջակցել է երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար մշակված օրենսդրական փաթեթին։ Վրացական երազանքի կողմից պատրաստված փաստաթղթում հիմնական փոփոխությունը վերաբերում է դրամաշնորհների մասին օրենքին։ Բացի այդ, սահմանադրական մարմինների չճանաչումը դառնում է քրեական հանցագործություն։ Գրանտների սահմանումը հստակեցվում է։ Արտաքին լոբինգը դառնում է պատժելի, գրանտը կհամարվի ցանկացած անձի կողմից դրամական կամ ոչ դրամական միջոցների փոխանցում կառավարության վրա ազդեցություն ունեցող ցանկացած կազմակերպության։ Նախաձեռնության հեղինակները պարզաբանում են, որ իրենց նպատակն է պաշտպանել սահմանադրական կարգը և ամրապնդել իրավական մեխանիզմները այս ուղղությամբ։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյան Մայք Բենզը արձագանքել է թափանցիկության մասին օրենքի վերաբերյալ հայտարարություններին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի հետ հարցազրույցում նշելով, որ ԱՄՆ-ի և Եվրամիության Վրաստանին և Հունգարիային մեղադրել են ռուսական օրենքի մեջ միայն այն պատճառով, որ այդ երկրները ընդունել են ֆինանսավորման թափանցիկության մասին օրենք։ Մայք Բենզը խոսել է Եվրոպայում խոսքի ազատության հարցի մասին և նշել, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը այժմ աջակցում է Եվրոպայում խոսքի ազատության նախաձեռնությանը։ Նրա խոսքով Եվրոպայում խոսքի ազատությունը մեկ դար շարունակ անվիճելի արժեք է եղել, բայց վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորումը ծառայել է ոչ թե խոսքի ազատությանը, այլ գրաքննությանը։ Եվրոպական սոցիալիստները առաջարկում են ստեղծել դեղագործական գործարան։ Լադո Բոժաձեն բարձրաբանում է, որ գործարանը պետք է արտադրի բարձրորակ, անվտանգ, արդյունավետ և մատչելի դեղամիջոցներ։ Նա ասում է, որ չնայած այն հանգամանքին, որ ավելի քան 70,000 դեղամիջոցի համար սահմանվել է հղման գներ, բնակչության ամենամեծ մասը կնկատվում է դեղերի գների համար։
Ձախակողմյան դաշինք քաղաքական կուսակցությունը գնահատում է եվրոպական առաջնորդների վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ համատեղ եվրոպական անվտանգության ճարտարապետության կառուցմանը։ Ձախակողմյան դաշինքի առաջնորդ Սոսո Շատբերաշվիլիի խոսքով եվրոպացի բյուրոկրատները, որոնք Եվրախորհրդարանը լցրել են հակավրացական բանաձևերով, ամոթաբար աղաչում են Ռուսաստանի նախագահին հանդիպել։ Շատբերաշվիլին հիշեցրել է Էստոնիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, ինչպես նաև Գերմանիայի առաջին դեմքերի հայտարարությունները, որոնք հիմնականում վերաբերում են Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությանը։ Այսօր Պացում տեղի ունեցել հատուկ ճեպազրույց։ Պացի պետի տեղակալ Լաշա Մաղրաձեն հանրությանը տեղեկատվություն է տրամադրել վերջին օրերին տեղի ունեցած մի քանի միջոցառումների մասին։ Գործողություններից մեկը վերաբերում է միջուկային նյութերի անօրինական տարածմանը։ Բացի տվյալներով, Քութայիսում ձերբակալվել է 2 օտարերկրյա քաղաքացի միջուկային եւ ռադիոակտիվ նյութեր անօրինական կերպով ձեռք բերելու փորձի ժամանակ, որոնք պլանավորում էին անօրինական կերպով ձեռք բերել միջուկային նյութ, ուրան եւ ռադիոակտիվ նյութ, ցինկյում 137 3 միլիոն ԱՄՆ դոլարով եւ այն անօրինական կերպով տեղափոխել այլ երկրի տարածք։ Թբիլիսիի քաղաքային դատարանում հոկտեմբերի 4-ին Աթոնելի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ավարտվել է մեղադրյալներ Պատա Բուրջուլաձեի, Մուրթազոդե Լավայի, Իրակլի Նադիրաձեի, Պատա Մանջգալաձեի, Լաշա Բերիձեի, Իրակլի Շաիշմելաշվիլիի եւ եւս 5 անձի գործի լսումը։ Այսօրվա նիստում ուսումնասիրվել է մեղադրանքի կողմի ապացույցները։ Մասնավորապես մեղադրանքի կողմը հարցաքննել է փորձագետ հետազոտաբանին, որը 2 եզրակացություն է տվել պլանի ցանկապատի վնասման վերաբերյալ։ Հիմնական հարցը տրվել է այս ուղղությամբ ցանկապատը նախապես տեղադրվել է թե ոչ, կամ կային ցանկապատը կտրելու հետքեր։ Թբիլիսիում փետրվարի 20-ից 27-ը կկայանա պատանիների միջև սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։ Վրաստան կայցելի 42 երկրներից ավելի քան 1100 մարզիկ։ Մրցույթը կանցկացվի Թբիլիսիի Սևծովի հրապարակում։